Պարոն Նահապետյան, նախ շնորհակալություն, որ համաձայնեցիք հարցազրույցի, շատ կարևոր մտահոգիչ հարցով ենք զրուցելու բանակում տեղի ունեցող մահվան դեպքերը, ՊՆ նախարարը չի ուզում, որ ասենք զոհեր, ասում է դրանք զոհեր չեն եւ նաեւ հորդորում է լրագրողներին, որպեսզի ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չվերագրենք որպես բանակում տեղի ունեցող հերթական մահվան դեպք։ Ինչևէ, մեկ ամսվա մեջ արդեն իսկ բավականին տխուր թվաբանություն է եղել 10 օրվա մեջ 5 դեպք, եթե հաշվենք նաև օրերս տեղի ունեցած վերջին դեպքը, երբ որ պայմանագրային զինծառայողը կախվեց, Պաշտպանության նախարարությունը անմիջապես շտապեց հայտարարություն տարածել, ձեռքերը լվանալով, եթե կարելի այդպես ձևակերպել, ասելով, որ կապ չունի այդ դեպքը բանակի հետ, եւ ընդհանրապես բանակում հիմա սկսել են տարանջատել վիճակագրությունը բանակում տեղի ունեցող եւ ծառայության հետ անմիջական կապ ունեցող դեպքերի եւ ծառայության հետ կապ չունեցող դեպքերի։ Ձեր կարծիքով ինչով են պայմանավորված կամ ինչով է պայմանավորված այսպիսի տխուր վիճակագրությունը եւ ինչի հետևանք են այս մահերը։ Եթե ձեր նշած անձը պաշտպանության նախարարը ինքը անկեղծ լիներ եւ խելացի լիներ, որը չէ, ինքը կասեր այդ վերջին դեպքի հետ կապված կատարում է նախաքննություն, ասենք ոստիկանությունը ոչ ռազմական եւ քննչական մարմինները ոչ ռազմական կատարում են արդյունքները ցույց կտան, դա բանակի հետ կապված է, թե բանակի հետ կապված չի։ Ինչ անենք, որ հանցագործության վայրը ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել կամ սպանություն։ Ով է ասում, որ այդ ինքն է իրեն կախել։ Պապիկյան սուրոն կողքը կանգնած է եղել։ Ոնց որ Փաշինյան Նիկոլն էլ մի ժամանակ այն 16 երիտասարդները, որ այրվեցին, կես ժամ հետո կառավարության նիստերի դալիճից պատմել, թե ոնց է եղել դեպքը, այդտեղ կանգնած էր ինքը։ Այսինքն այս մարդիկ տարական բաներ չեն հասկանում։ Հիմա երբ գնահատում է, սա կարևոր է, էլի։ Դրա համար բանակում դեպքերը այսպես ձնագնդի էֆեկտով մահվան դեպքերը շատանում են։ Կսպասեն նախաքննությունը, իսկ եթե պարզի, որ բանակում ոչ կանոնադրական միջանձնային հարաբերությունների հետևանք է եւ իրան կախել են, ասենք ինքը չի կախվել։ Չէ՞։ Նախաքննություն կա, նախաքննության տվյալներ կա հայտարարված, չկա, չէ՞։ Անգամ ավելին ասեմ, դե նախաքննությունը նախնական է։ Դեպքի վերաբերյալ վերջնական որոշումը վճիռը կայացնում դատարանը։ Այստեղից հետեւություն։ Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ իրենց վրայից գցեն պատասխանատվությունը։ Այդ թվում Պապիկյան սուրում։ Հիմա ինչ վերաբերում է մյուս դեպքերին։ Կա օրինաչափություն ակնհայտ է։ Այդ քնելու հետ կապված ոչ կանոնադրական միջանձնային հարաբերություններում քրեական ենթամշակույթի տարերի հետ կապված, ասենք այդ ավտոմեքենայի վերաերթի հետ կապված, հա, բաժի ձև են գտել։ Զինվորներին գիշերը վազացնում։ Նախ կարգ կա, եթե անգամ նման հրաման է տրվել, որից մեկը չի ասում, որ զինվորը գիշերը չպետք է վազի։ Բայց կարգ կա, տեսանելիությունը, ուղեկցող խումբը, առջևից ավտոմեքենա, հետևից պատասխանատուներ, որ նման դեպքերը բացառեն, իմաստը դա է, չկար նման բան, ուղղակի հրամանը տվել են, այդ մի քանի զինվորներից մեկին ավակ են կարգել, ասել են վազեք, իրենք էլ երևի հեռադիտակով նստած նայել։ Ինչու մասն է խոսքում, որ բանակի ղեկավարությունը իրենց տեղում չի, ինչ ասել է իրենց տեղում չի, չկա համապատասխան հսկողություն, վերահսկողություն, հրամ կազմը ներառյալ մինչև վերև գնանք, գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարար իրազեկված չեն ինչ է կատարում բանակում։ Այդ քնելու հետ կապված սա որևէ դեպքն է։ Այսինքն կա չգրված օրենքներ, որտեղ այդ չգրված օրենքը ավելին է աշխատում։ Այդ օրենքը ավելին են ամուր պահում զինվորները, որի ելքը մահն է։ Եթե խախտում է կատարում, քան զինվորական կանոնագրքերը մեկ էլ իրենց պաշտոնները։ Հասկանու՞մ դուք։ Այսինքն ոչ միայն այս մարդիկ իրենց տեղում չեն, այս մարդիկ պատասխանատվություն են ուղղակի կրում այս ամեն ինչի համար։ Հետո կորուստը միայն մահը չի։ Պատկերացրեք մի քանի զինծառայող այդ մահվան մեջ մեղադրվում են հասցնելու կամ կատարելու։ Այս մարդիկ եւս չէ, իրենց ընտանիքները կորուստ են, չէ՞, կելու գնալու են բանտ նստեն, չէ՞։ Ընտանիքներից կտրվելու են, երիտասարդները ընտանիք չեն կազմելու եւ դեռ հարցա բանտից որ դուրս եկան ինչպիսի մարդ են դուրս գալու, չէ՞։ Կորուստը միայն մարդկայինով չի, մահով չի, մահվան ելքով չի, կորուստը շատ ավելի մեծ է։ Ծառայության ժամանակ դեպքեր լինում են։ Քրեական ենթամշակույթ կա, որտեղ այդ քրեական ենթամշակույթը երկրից է մտնում բանակ։ Բանակը
պետական ինստիտուտներից մեկն է։ Ցանկացած ինստիտուտում, եթե երկրում պետության կողմից հովանավորվող, խրախուսվող քրեական ենթամշակույթը, եթե այլ ինստիտուտներում եւս կան, օրինակ կառավարությունում, ազգային ժողովում, մեկ-մեկու հետ հարաբերվում են, ասենք քրեական ենթամշակույթով, ասենք քացի տալը, կզստնելը, չգիտեմ, պատերին խփելը եւ այլն, այդ էլեմենտներն է, չէ՞։ Դե հիմա եթե վարձագույն մարմինները երկրի այդպիսին են, ղեկավարները այդպիսին են, իսկ ինչու՞ չպետք է լինի բանակը։ Բանակը ուղղակի հայլային արտապատկերումն է եւ այնտեղ ուղղակի շատ ավելի արագ է այս բացահայտումը լինում։ Հարաբերությունների միջանձնային, որտեվ ծառայության ժամանակ հաճախ ֆորս մաժորային վիճակներ է ստեղծում եւ մարդիկ այդպես են վարվում։ Այսինքն օրենքը չի աշխատում, կանոնադրությունը չի աշխատում, մասամբ կամ եթե աշխատում է, հրամկազմը մասամբ է իր տեղում։ Բարոյական վիճակը շատ ցածր է, վերահսկողությունը կարելի ասել բացակայում է։ Ավելին ասեմ, պատերազմող երկրում եթե հանում են գաղափարախոսությունը բանակի, այդ բանակը դառնում է գույրաղիկ ցանկացած հասարակության եւ ցանկացած պետության։ Հիմա գաղափարախոսություն չկա, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը պետական քարոզչությամբ ասում որ դիմաց կանգնած թուրքը մեր թշնամին չի, մեր բարեկամն է։ Առևտուր են կանելու խաղաղությունն է, հաստատվել արդեն խաղաղություն։ Զինվորը մտածում է լավ, ասում է, ես ինչի համար, ով է, ինչի համար իմ կյանքը վտանգի տակ դնեմ, նաև խուսափում են։ Հիմա, բայց հարցի պիստ ավելի առարկայական, զինվորական պահը կա։ Ինչու է զինվորը քնում։ Հնարավոր է որ քնի, հոգնած լինի։ Այդ նշանակում է, որ հրամկազմը բավարար չափով չի իր ծառայական պարտականությունը կատարում զինվորների հանգիստը եւ քունը ապահովելու համար։ Դա բավարար չի։ Մեկ, երկրորդ, ես չեմ բացառում, որ անձնակազմի թվականակը չի բավականացնում։ Այսինքն զինվորը ավելի շատ հերթապահում է, քան հանգստանում է։ Եվ բնականաբար հերթապահության ժամանակ է քնում է։ Բայց քնելը այո, իր մեջ վտանգ է, որտեղ պարունակում հակառակորդը կարող է խնդիրներ առաջացնել։ Հիմա այդ խնդիրները փոխանակ լուծեն կրտսեր հրամկազմը, օրինակ սպայակազմը, կրտսեր հրամկազմը, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի, պատկացեք քանի աշտանակարգ կա, գնդի հրամանատար, կորպուսների, ուր են իրենք։ Հələ ես գլխավոր շտաբ չեմ գալիս, պաշտպանության նախարարություն չեմ գալ, չկան այս մարդիկ թերանում են իրենց գործի մեջ։ Եվ պատասխանատուն այնպես չի, որ մեկ ասում է ես այս դրվածքը չեմ դրի, ես չեմ պատասխան տալու, բայց աթոռի վրա նստած ինչու ես քաշային կարգը ավելացնում։ Քո գործը այդ քաշային կարգը ավելացնելն է, ֆիզիկական իմաստով ուղղակի։ Զարմանում է, ասում է առաջին անգամ եմ տեսնում, որ բանակում տեղի ունեցած մահերի եւ դեպքերի համար մեղադրեն պաշտպանության նախարարին։ Ուրեմն իր տեսնելը, չտեսնելը օրենքների, գիտելիքների հետ կապ չունի։ Եթե ինքը իր ծառայական պարտականությունների մեջ թերանում է եւ որը բերել է ծանր հետևանքների, ինքը նստելու է բանտ։ Եթե այստեղ քաշային կարգ ավելանում է, այնտեղ քաշային կարգը պակասելու է։ Ի օգուտ իր առողջությանը, գոնե այդտեղ օգուտ կստանա։ Լավ, պարոն Նահապետյան, կան լուծումներ։ Սուրեն Պապիկյանը իբրև թե այդ խնդիրը լուծելու համար անակնկալ այցեր է կատարում զորամասեր, փոխեցին ռազմական ոստիկանության պետին, բայց այո, մահերը չդադարեցին։ Չի օգնի։ Հիմա ընդունենք, եթե վիճակագրություն, եթե մասնագետները նստեն, վիճակագրություն անեն, օրինակ իրենք կարող են տեսնել, որ այդ վիճակագրության մեջ միջանձնային հարաբերություններում քրեական ենթամշակույթը ինքը գերակշռող է։ Ուրեմն այստեղ պիտի նստի հոգեբանը, մասնագետ, հա, իրապահ համակարգի, հակահետախուզության, այդտեղ մասնագիտական խումբ պիտի աշխատի։ 5 հոգի կլինի, 10 հոգի, 15, որովհետեւ հասկանան ինչպես կարող են դրա դեմ առնել։ Իմ ծառայության ժամանակ դեպքեր եղել են, կրտսեր հրամկազմին տրվել է հնարավորություն սպայակազմին, որը փաստացի այդ քրեական ենթամշակույթը կոտրել է իրենց հեղինակությամբ, եղել են դեպքեր եղել են։ Մեր ժամանակ էլ այդ ենթամշակույթը կարող է ասում որ չկար, բայց էֆեկտիվ կանխարգելիչ միջոցառումներ էր արում կամ իրական հրամկազմին զինվորների հետ ամիջապես աշխատողը դա սերժանտն է, որը եւս, այսպես ասենք, ժամկետային զինծառայող է, այո։ Տրվում էր համապատասխան եւ իշխանությունը, եւ հրամկազմի կողմից օժանդակությունը, եւ գնահատում էր իրավիճակը եւ լուծումներ էր տրվում։ Հասկանում եք, այստեղ հիմա քաղաքացիական կյանքից
քաղաքացիական ոստիկանական համակարգից անց նշանակվի ռազմական ոստիկանության պետ։ Ինչքանով է այդ նորմալ։ Համակարգիչի տիրապետում ասում, ոլորտին չի տիրապետում։ Այսինքն քաղաքացիական եւ զինվորականը նույնն է։ Զինվորականը չունի իր ներփերանգները, իր մասնագիտական մոտեցումները, վերջինաշով սահման է, զենքը իհարկե տարբեր է, խիստ տարբեր է։ Հիմա այս մարդը մինչև մտնի, ինչպես ասում են, օրակարգի մեջ, այս մահերը հիմա իր հաշվին է գնում, չէ՞, ինքը պետն է, ինչու դե այդ միայն ռազմական ոստիկանություն չի, դատախազություն կա, հակահետախուզություն կա, ԱԾ-ի կառույցում։ Դու պատկերացնում եք ինչքան օղակներ կան, որ այդ ամեն ինչը վերահսկողության ներքո, հա, վերցնեն, բայց իրենց վերահսկողությունը չի աշխատում, աշխատում է չգրված մի օրենք, ասենք հայհոյանքի օրենքը։ Ով քնում է հայհոյանքի տակը, ուրեմն ինքը պետք է խփվի, որ մյուսի համար դաս լինի։ Հասկանում եք դուք, իսկ ինչքան բաց թողում, այսքան օղակներ կան, այսքան փող են ստանում, աշխատավարձ են ստանում, դրամական բավարարում, պրեմիաներ, արտոնություններ, բույս սպասարկում, բնակարաններ, բայց իրանց ասածը չի անցնում։ Այսինքն իրանք իշխանություն չունեն, իշխանությունը գիտեք ինչ է, որոշում կայացնելու ունակություն եւ կարողականություն։ Հիմա փաստացի որոշումը կայացվում է զինվորների կողմից քրեական ենթամշակույթի էլեմենտով եւ իրանք էլ կատարում են։ Այդ ամբողջ վերադասին ուղղակի կարելի ուղարկել երկարատև կամ զորացրել։ Այդ ու նաեւ Պապիկյան Սուրոյին, գլխավոր շտաբի պետին, ինչ արդարացումներ են։ Եթե մի քիչ խելացի լինեին, մի քիչ, որին խիստ ես թերահավատ եմ, նման արդարացումներ նախ չէին տա։ Հին տարիներին, նախկին տարիներին գնային, որ զորամասերում, որ բանակային կորպուսներում, որտեղ ինչ դրական արդյունքներ են ցույց տվել, ինչպես են կանխարգելել, կոլեգիայի նիստեր կա, որտեղ նիստերում որոշումներ է կայացվում եւ այդ ընթացքը, ասենք, մայրի ինքնասպանությունների, ինքնախեղումներ կասեցումը։ Այդ մարդկանց կհրավիրեին, մի հատ խորհուրդ կհարցնեին, միգուցե ներգրավեն ինչ-որ հասարակական հիմունքներով համատեղ աշխատանքային խումբ։ Իսկ իրենք արդարանում են, ասում մենք մեղավոր չենք։ Մենք ինչ կապ ունենք, այդ դրված է եղել։ Առաջին անգամ է տեսնում, իր տեսնել այնքան երկրորդական է։ Վազգեն Սարգսյանի ժամանակ ծառա էր պաշտպանության նախարար։ Իրեն կբացատրեին, որը որից հետո էր։ Իր մեղավորության չափը օրենքով նախ հասկանար, հետո բարոյական հարթությամբ իրեն կբացատրեին։ Առաջին պատասխանատուն ինքն է, այդ ինստիտուտի կառավարիչ ինքն է։ Մնացածը իր օգնականներն են, լինի գլխավոր շտաբի պետ, բանակային կորպուսի հրամանատարներ եւ իր տեղակալներ։ Բոլորը իր ինքն է, թիվ 1 պատասխանատուն ինքն է։ Այդ չի անում իր գործը, ասում է ես մեղավոր չեմ։ Փաշինյանը իր գործը չի անում, ասում է ես բոլորը մեղավոր են, բացի ինձանից, ես ի՞նչ կապ ունեմ, ասում է։ Ես պատասխանատու եմ, բայց ես թիվ 1 մեղավորն եմ, այո, թիվ 1 մեղավորը երկես վիճակում Փաշինյանն է, բանակում էլ Պապիկյան Սուրոնը։ Բարիլնի մի քիչ խելքը գլուխը հավաքի, հին մասնագետներն էլ կանչեն, նստեն խելքի տան, որտեղ մեծ հաշվով մեծ նույն նավի մեջ ենք մենք գտնվում։ Կապ չունի այդ ընդդիմությունա, իշխանությունա, մեր զավակներն են, չէ՞, սահմանեն։ Մեզ մահը ավել կամ պակաս չափով մեզ էլ է, չէ՞, առնչվում։ Մեր հերու բարեկամները կարող լինեն, հետո Աստված միացե վաղը մեր դուռը բախի, որից է մեկը երաշխավորված չի այդ դեպքերից։ Հետաբար սա, ոնց ասեմ, կոլեկտիվ լուծումներ է պահանջում։ Իսկ իրենք անհատապես իրենց ուսերից ընդհանրեն հեռու են։ Այն կողմ են գցում, որ մենք պատասխանատու չենք, չէ, այդպես չի լինում։ Այդ նշանակում է, որ այս դեպքերը շարունակվելու են եւ բախելու են, որից է մեկը հավանականություն չունի, որ այդ մահվան կամ այդ դեպքի հետ կապված որպես մեղավոր իրենց զավակները չեն լինի։ Եթե սրա դեմը կոնկրետ բացի ճառերով, կենացներով եւ արդարացումներով, եթե կոնկրետ քայլեր չարեցին, իսկ մենք ճանապարհը անցել են, գիտենք այդ ոնց են առնում, որտեղ ինչ դեպքեր է լինում։ Արտահայտ կոլեգիաներ էր հրավիրվում, այս դեպքերի մասնագիտական խմբեր էին աշխատում, որոշումներ էին կայացվում, 24 ժամվա ռեժիմով նախարարի հսկողության տակ էր այս ամեն ինչը։ Դու գնաս զորամաս, պատկերացնում եք, զորամասը պետք է պատրաստի չէ որ իրան դիմավորի։ Կարգ ու կանոն, համազգեստ, չգիտեմ, կարգապահություն։ Դու գնաս ու 2 օր հետո դեպք լինի։ Այս ոնց որ իրան ապտակ տան, գիտեք, ասեն դու ով ես, գաս, չգաս, քո համար մեր համար երկրորդական է։ Այստեղ մեր գրած ու չգրած օրենքն ու չգրած օրենքներն են աշխատում։ Հասկանում եք դուք։ Այսինքն հեղինակություն չունի նախարարը, հա, բանակում, եթե հեղինակություն այնքան ինչքան Փաշինյան Նիկոլը երկրում ունի։ Այդ դրա մեջ լսա։ Իհարկե անձնական հեղինակությունը շատ կարևոր է։ Անձնական օրինակը շատ կարևոր է։ Դե որ ունեն այն sense կլներ, նորից եմ ասում։
Սա նաև մարդկային որակների խնդիրը։ Իդեպ վերջին այցելություններից մեկի ժամանակ այսպիսի դեպք է եղել, որ զինվորները դուրս են եկել նախարարի դիմաց, կոճակներն արձակած, ոչ գոտին չկապած վիճակում, նա արդարացնում էր, ասում էր մեկ օրվա զորակոչված զինվորներ են եղել, իրենց կարող են Նորմալ է, իր համազգեստը դուք նայում եք, որ գնում է։ Ասեն դիրքեր է գնում, պաշտպանության նախարար կամ քաղաքացիական բարիեղի հագնի։ Կամ եթե զինվորական կարգը մի խախտիր, գլխարկել դիր։ Գլխարկը գլխի ճաղատությունը կամ մազերի գանգուրը ցույց տալու կամ չտալու համար չի։ Գլխարկի վրա մի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինանշանն էր, հետո բանակի զինանշանը։ Երբ որ պատվի են առնում, այդ դատար գլխին պատվի չեն առնում, ոչ է գլխարկին, այդ զինանշանն են առնում։ Ըստ մարդիկ այդ տարական բաներ չգիտեն, դա համար ազդակազմ կանգնած ինքը առանց գլխարկ գնում է։ Երբ որ պատվի են առնում, ինքը պարտավոր է պատասխանել, չէ՞։ Ձերքը դատար գլխին դնի։ Կամ ինչ համազգեստ է հագնում, ես չեմ հասկանում։ 90-ականների սկզբին երբ չկար համազգեստ, ինձ լսողները, հին զինվորականները կհասկանան ինչ եմ ասում, ով որտեղից ինչ ճարում հագնում էր։ Դա համար համազգեստի կարգ կա, առաջին, երկրորդ, երրորդ։ Մեր ասում էինք 8 էր, ռուսերեն այդ կոչվում էր что искали ավելի վատ բառով, հա, քրեական ենթամշակույթի то и носим։ Չունեինք որովհետև։ Լավ, եղբայր պետությունը բյուջեն տրամադրումա ձեր համազգեստի ցույց տվեցիք թե ինչեր եք առել։ Խիկայել այդ համազգեստով, այսինքն ինքը արհամարում է այն խաղի կանոնները, որը որ դրված է իրենից եւ մյուսներին անցնելու համար։ Ինքն է արհամարում, բայց մյուսները ինչու պիտի կատարեն։ Հետո մարդը չի կարող զինվորական չլնել եւ այդ ինստիտուտը լավագույնս կառավարի։ Եղավ բա։ Այդ դրամա էլ հիմա ասենք իրավաբանը առողջապահական ոլորտ է կառավարում։ Չէ՞ կա, չէ՞ նման։ Ինքն էլ պաշտպանության ոլորտ, հա, այդպես։ Մնում է բոլոր գինեկոլոգներին վաղը նախարարների հաստիկ տան ու ասեն կառավարեք, ինչ վատ։ Այդ մարդիկ իրենց նախարարությունները կնայեն որպես օբյեկտ գինեկոլոգիայի։ Բա դա համար երկիր այդպես է քանդվում։ Երբ որ կառավարիչը իր տեղում չի, վարչապետից սկսած նախարարներով ավարտած։ Դա համար կորուստներ, մրցակցության ժամանակ էլ հակառակորդ հետ պարտություն։ Իսկ բանակների մրցակցությունը այդ պատերազմն է, հետո պարտություն են կրում, ինչ են կրում։ Որտեւ դիլետանտներին բերել են պաշտոնների են նշանակել։ Բայց պիտի փոխվի սա համակարգային, ասա միայն բանակին չի վերաբերում է։ Առողջապահական որ ոլորտը ասես, եւ ասում է որ թելը քաշես, սա կարկատանա թափվելու։ Նույնն էլ էստեղ է։ Բայց ուղղակի այստեղի կարկատանը բանա մահերն է։ Եվ բանտերը, ցավոք սրտի։